Գոյամարտ սերիալը մտնում է մի նոր, ավելի պայթունավտանգ փուլ, որտեղ լարվածությունը ոչ միայն պահպանվում է, այլ օրեցօր աճում է, բերելով նոր հակասություններ, նոր հարաբերություններ և ամենակարևորը՝ նոր կերպարներ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել սյուժեի ընթացքը։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ սերիալի ստեղծագործական թիմը չի պատրաստվում կանգ առնել արդեն եղած ինտրիգների վրա։ Դավիթի առողջական վիճակը, Գրիշոյի շուրջ ստեղծված իրավիճակը, Հունանի գործողությունները, այս բոլորն արդեն բարձր լարվածության վրա էին, բայց հիմա այս ամենին ավելանում է մի նոր, կարևոր հանգամանք՝ նոր կերպարի մուտքը։ Հեռուստադիտողների շրջանում ակտիվ քննարկվում է, որ նախագծին կարող է միանալ սիրված երգիչ Էմիլ Պողոսյանը։ Նշենք, որ քիչ առաջ հեռուստասերիալի ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ նոր կերպար է։ Հեռուստադիտողներն արդեն ենթադրել են, որ տեսանյութում հենց երգիչ Էմիլ Պողոսյանն է։ Թեև սա դեռ պաշտոնապես հաստատված չէ, բայց նույնիսկ այս լուրը բավական էր, որպեսզի մեծ հետաքրքրություն առաջանա սերիալի շուրջ։ Եթե այս լուրը հաստատվի, ապա դա կարող է դառնալ սերիալի ամենամեծ շրջադարձերից մեկը, բայց ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե ով է միանում, այլ ինչ դեր է ունենալու նա։ Ըստ շրջանառվող վարկածների, նոր կերպարը կարող է լինել Լեայի կյանքի մեջ հայտնվող նոր մարդ, և սա արդեն շատ լուրջ փոփոխություն է սյուժեի համար։ Լեայի և Լեոյի հարաբերություններն արդեն իսկ բարդ են, ընտանեկան թշնամություն, անցյալի գաղտնիքներ, հոր կողմից կատարված հանցանք և անընդհատ ճնշում։ Այս ֆոնին նոր մարդու հայտնվելը կարող է դառնալ այն կետը, որտեղ ամեն ինչ կփոխվի։ Եթե նոր կերպարն իսկապես դառնա Լեայի երկրպագուն կամ սիրահարված մեկը, ապա դա կարող է փոխել Լեայի զգացմունքները, ստիպել նրան կասկածել Լեոյի հետ ապագայի վրա կամ նույնիսկ փորձել հեռանալ այդ վտանգավոր հարաբերությունից։ Եվ հնարավոր է նաև, որ նոր կերպարին հենց Լեայի ծնողներն են որոշել Լեայի կողքին տեսնել ու նրանք ամեն ինչ փորձելու են անել, որպեսզի Լեան ու նոր կերպարը միասին լինեն։ Եվ ավելի վտանգավոր տարբերակն այն է, որ այս նոր կերպարը դառնա Լեոյի հակառակորդը, և սա արդեն նշանակում է նոր բախում։ Լեոն արդեն ունի բազմաթիվ խնդիրներ՝ ընտանիքի պատասխանատվություն, եղբոր վիճակ, Հունանի հետ հակամարտություն, Գրիշոյի հարցը, և հիմա եթե ավելանա նաև անձնական դաշտում մրցակից, ապա դա կարող է նրան հասցնել ծայրահեղ վիճակի։ Եթե նոր կերպարը լինի ուժեղ, ազդեցիկ, ինքնավստահ, ապա նա կարող է դառնալ այն մարդը, ով կփորձի դուրս մղել Լեոյին թե Լեայի կյանքից, թե ընդհանուր պատմությունից։ Սա կարող է բերել բացահայտ մրցակցության ոչ միայն սիրո համար, այլ նաև արժանապատվության, ուժի և ազդեցության համար։ Բացի այդ, գոյամարտում նոր կերպարները երբեք պարզապես նոր մարդիկ չեն լինում, նրանք միշտ գալիս են իրենց պատմությամբ, իրենց գաղտնիքներով և իրենց նպատակներով։ Հնարավոր է, որ այս կերպարը կապված լինի անցյալի ինչ-որ իրադարձությունների հետ, հնարավոր է, որ նա ունենա իր սեփական հաշիվները Հունանի կամ Ավոյի հետ, կամ նույնիսկ կապ ունենա Լեոյի ընտանիքի հետ, որը դեռ չի բացահայտվել։ Եթե դա այդպես է, ապա նրա հայտնվելը պարզապես սիրային գիծ չի, բացի այլ ամբողջությամբ կխառնի սյուժեն։ Մանանի համար նույնիսկ այս փոփոխությունը կարող է կարևոր լինել։ Նա արդեն գտնվում է բարդ հոգեբանական վիճակում, և նոր մարդու հայտնվելը կարող է փոխել նաև նրա հարաբերությունները մյուսների հետ։ Հունանի համար սա կարող է լինել և վտանգ, և հնարավորություն։ Եթե նա կարողանա օգտագործել նոր կերպարին իր նպատակների համար, ապա դա կարող է ուժեղացնել նրա դիրքերը, բայց եթե ոչ, նա կարող է կորցնել վերահսկողությունը։ Աբոյի դեպքում սա ևս մեկ փոփոխական է բարդ խաղում, որը նա խաղում է արդեն երկար ժամանակ։ Այս ամենը ցույց է տալիս, որ գոյամարտը պատրաստվում է մտնել մի փուլ, որտեղ ոչ միայն հին հակամարտությունները կխորանան, այլ նաև կստեղծվեն նորերը։ Առաջիկա սերիաները խոստանում են բացահայտել՝ արդյոք իսկապես Էմիլ Պողոսյանն է միանում նախագծին, ինչ կերպար կստեղծվի նրա համար, կդառնա նա Լեայի սերը, թե Լեոյի ամենավտանգավոր հակառակորդը, և ինչպես այս ամենը կազդի արդեն իսկ պայթյունավտանգ սյուժեի վրա։ Մի բան արդեն պարզ է՝ գոյամարտը չի դանդաղում, այն շարունակում է զարմացնել, խառնել և պահել հեռուստադիտողին մշտական լարվածության մեջ, որտեղ յուրաքանչյուր նոր կերպար կարող է փոխել
ամեն ինչ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես թեժ է ու լարված։ Թե ինչ է լինելու Դավիթի վիրահատությունից հետո, ինչպես է նա ապաքինվելու, կիմանաք շատ շուտով։ Հետաքրքիր փոփոխություններ ու լարվածություն, որը կբերի հեռուստադիտողների անհամբեր արձագանքներին։ Ինչ եք կարծում, ինչ է սպասվում առաջիկա սերիաներում և արդյոք նոր կերպարն իսկապես Էմիլ Պողոսյա՞նն է։ Կիմանաք շատ շուտով, այնպես որ բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։